Երևանի սպորտի կառավարման կենտրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի 2026 թվականի առաջնությունը, որին մասնակցում էր 110 ծանրորդ։ Ծանրամարտի Հայաստանի առաջնության բացմանը ներկայ են Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայկական ծանրամարտի բազմաթիվ ներկայացուցիչներ, միջազգային մրցավարներ։ Հարությունյանի խոսքով ծանրամարտը Հայաստանում ստացված մարզաձևերից է, որին համապատասխան ուշադրություն է անհրաժեշտ։ Նպատակները շատ են այսպիսի ձևով անցկացնելու ներքին առաջությունները, սա նաև հնարավորություն է տալիս շատ հստակ մարզիչներին տեսնելու մարզիկների կարողությունները կարևոր ստուգատեսերից առաջ։ 2 ամիս հետո մենք ունենք Եվրոպայի առաջնություն Բաթումիում, այնուհետև աշնանա աշխարհի առաջնություն Չինաստանում։ Եվ որ ամենակարևոր նպատակներից է մեր ներքին առաջնությունները պետք է տոնի վերածել։ 700-ից ավելի հանդիսատես, 110 ծանրորդ ու լարված մրցակցություն։ Սա նաև քննություն է դեպի Եվրոպայի առաջնություն։ Անցկացման ձևաչափով ու մասշտաբներով եզակ էր 2026 թվականի ծանրամարտի ներքին առաջնությունը։ Մասնագետների խոսքով վերջին տարիներին ուշադրությունը դեպի այս մարզաձև պակասել է, ուստի սա լավ տարբերակ էր բոլորի ուշադրությունը դեպի ծանրամարտ կենտրոնացնելու եւ ներկա ու ապագա ծանրորդներին մոտիվացնելու համար, նշում է ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։ Այս կարգի պատասխանատվություն երբևիցե մենք չենք ունեցել, եւ սա եզակին է եւ հոյակապ է։ Կարծիքով սա մեծ մոտիվացիա կհանդիսանա եւ համոզված եմ, որ շուտով մեր մարզաթալիժներին ավելի շատ հոս կլինեն երիտասարդ աղջիկների, տղաների։ Ի վերջո սպորտի բաղկացուցիչը նաև կարևոր բաղկացուցիչը հանդիսատեսն է։ Առանց հանդիսատեսի սպորտ չկա։ Ու այս ամեն ինչը օգնելու է ավելի մասսայական դարձնելու մարզաձևը։ Ներքին եւ միջազգային հարթակներում իրենց լավագույնս դրսեւորած ծանրորդները եւս վստահեցնում են, սա փորձ կլինի բոլոր նրանց համար, ովքեր դեռ միջազգային հարթակներում հանդես չեն եկել եւ ընդհանրապես հաճելի է տեսնել նոր շունչ ներքին առաջնություններում։ Կարամ ասեմ, որ շատ աշխարհի արդյունքներ դաժե նման չի եղել։ Այս պահին Հայաստանի առաջնությունները պետք է այսպեսին լինեն, մտածում եմ, որ բոլորը ողջևորվեն։ Շատ ուրախ եմ, որ գնալով լավանում է եւ մարզումների որակը եւ մրցումների որակը, քանի որ մենք շատ լուրջ մակարդակի վրա ենք գտնվում աշխարհում եւ բնականաբար պետք են համապատասխան պայմաններ, որպեսզի մարզիկները տեղում եւ որպես կարողանան եւ համապատասխան մարզումներ անցկացնել եւ մրցումներ։ Արդեն մարզիկները ողջևորված ու հուզված էին, պատկերացնում են, որ Եվրոպայի աշխարհի մրցումներ է կազմակերպել։ Այդ մտքով իրանք արդեն եկել են մրցաշարի ու ողջունելի է։ Արդեն մենք ոնց որ ասած մեր մարզիկներին փորձ ենք տալիս, որ նրանք արդեն Եվրոպա աշխարհ թե ինչպես հանդես պետք է գան։ Ու շատ կարևոր է սա։ Միշտ անցկացվել է ինտերնետ մարզահամալիրում, այստեղ ավելի մեծ շուկով է հիմա անցկացվում, սա ավելի ոգևոր է նաև մեզ։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով այս մարզաձևին մշտապես ուշադրություն է հարկավոր։ Ներքին առաջնություններին լրջորեն պատրաստվելն ու անցկացնելը դրա մասին է վկայում։ Սպորտը սիրում է ուշադրություն, պետք է ուշադրություն դարձնել, որովհետեւ զարգացում կնա։ Եթե ուշադրության կենտրոնում չես պահում ինչ որ մի ոլորտ, դա արդեն հետ քայլ ես անում, դրա համար էլ մենք ներկայացին կազմակերպել ենք խոշոր առաջնություն եւ հուսով եմ պայելու ենք մենք այս մեր մագարտակը եւ ավելի ենք բարձրացնելու ընդհանուր մինչեւ մագարտակը հասնելու ենք մինչեւ աշխարհի առաջնություն։ Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության կերծանր քաշային կարգում չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը երկամարտի 440 կիլոգրամ արդյունքով։ 110 կիլոգրամ քաշային կարգում ներքին առաջնության չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը երկամարտի 380 կիլոգրամ արդյունքով։ 94 կիլոգրամ քաշային կարգում Արա Աղանյանը երկամարտի 370 կիլոգրամ արդյունքով, 88 կիլոգրամ քաշային կարգում առաջին հորիզոնականում է Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 350 կիլոգրամ արդյունքով, 71 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն է Գոռ Սահակյանը երկամարտի 330 կիլոգրամ արդյունքով, 79 կիլոգրամ քաշային կարգի չեմպիոնը Մարտին Պողոսյանն է երկամարտի 337 կիլոգրամ արդյունքով, 60 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնը Գառնիկ Չոլակյանն է երկամարտի 272 կիլոգրամով, 65 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնը Ժորա Գրիգորյանն է երկամարտի 254 կիլոգրամ արդյունքով։ Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձան 48 կիլոգրամ քաշային
քաշային կարգում Քրիստինե Բաբայանը, 53 կիլոգրամ քաշային կարգում Իզաբելա Յալյանը, 58 քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը, 63 կիլոգրամ քաշային կարգում Նատալիա Սարգսյանը, 69 կիլոգրամ քաշային կարգում Մերի Միսակյանը, 77 կիլոգրամ քաշային կարգում Աննա Ամրոյանը, 86 կիլոգրամ քաշային կարգում Էմմա Պողոսյանը եւ Տաթև Հակոբյանը։ Չնայած նվաճած մեդալներին մարզաշխարհի մասնագետները դժգոհ են արդյունքներից։ Արդյունքներից ես մի քիչ դժգոհ եմ, մի քիչ ավելի թույլ եմ, քան ես սպասում էի։ Հիմա կասեք դեռ 2 ամիս կա մինչև Եվրոպայի առաջնությունը, բայց ես կարծում եմ, որ պիտի շատ աշխատեն, որպեսզի 10-15 կիլոգրամ ավելացնեն։ Հակառակ պարագայում մենք այդտեղ չեմպիոն քիչ կունենանք։ Մարզիկներն ու մարզիչները խոստանում են Եվրոպայի սպասվող առաջնությունում Հայաստանն իր խոսքը կասի։ Հրաչ Սահակյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը եւ այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ Ժնևում շարունակվում են Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները։ Փետրվարի 17-ի քննարկումներն անցել են փակ ռեժիմով եւ տևել են շուրջ 6 ժամ։ Դրանց արդյունքներով մամուլի ասուլիս կամ հայտարարություններ չեն եղել։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը անվտանգության եւ ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Բանակցություններին ընդառաջաղորդվում էր, որ օրակարգում են լինելու տարածքային, անվտանգային եւ հումանիտար հարցեր, այդ թվում էներգետիկ հրադադարի հնարավորությունը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը վկայակոչելով իր աղբյուրները գրել է, որ բանակցությունները լարված են անցել, քննարկվել են ամենահիմնական հարցերը եւ հնարավոր փոխզիջումները։ Եռակողմ հանդիպումից հետո աշխատանքները շարունակվել են խմբերով, ըստ ուղղությունների, մասնավորապես ռազմական եւ քաղաքական։ Պատերազմի կողմերին միավորելու գործում նախագահ Թրամփի ջանքերը նշանակալի առաջընթացի են բերել։ Մոսկվայի եւ Կիևի թիմերը պայմանավորվել են աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Ժնևեին մեկնել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք սակայն անմիջականորեն չեն մասնակցել բանակցություններին։ Առանձին հանդիպում եմ ունեցել Միացյալ Նահանգների եւ եվրոպացի գործընկերների Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք բանակցությունների արդյունքները եւ հետագա քայլերի համակարգումը։ Ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին եւ հնարավոր փոխզիջումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ Ժնևում Կիևի թիմին հանձնարարել է բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հարցը։ Աքսիոսին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ դա հնարավորություն կտա առաջընթացի հասնել տարածքների հարցում, քանի որ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն այս պահին հիմնական վիճելի կետերից մեկն է։ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դուրս գալ Դոնբասի նույնիսկ այն տարածքներից, որոնք իր վերահսկողության տակ չեն։ Կիևն անընդունելի է համարում նման հեռանկարը։ Ինչ վերաբերում է Թրամփի հայտարարությանը, որ Կիևը պետք է հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր կնքի, Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի համաձայնի տարածքային զիջումների, եթե այդ հարցը դրվի հանրաքվեի։ Իսկ մենք պայմանավորվել ենք Վաշինգտոնի հետ, որ վերջնականացված ցանկացած փաստաթուղթ պետք է դրվի ազգային հանրաքվեի։ Մարդիկ երբեք չեն ների դա, ոչ ինձ, ոչ Միացյալ Նահանգներին։ Կիևը պատրաստ է քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը, սակայն Ռուսաստանն էլ պետք է հայելային հետ քաշի իր ուժերը։ Զելենսկին նաև անարդար է համարել, որ փոխզիջումների հասնելու նպատակով Թրամփը հրապարակայնորեն ճնշում է գործադրում Կիևի, այլ ոչ Մոսկվայի վրա։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ դա ընդամենը մարտավարություն է։ Կրեմլի պատվիրակությունը չի մեկնաբանել բանակցությունների առաջին օրվա արդյունքները։ Ռուսաստանի ԱԳՆ-ից միայն նշել են, որ կարգավորման ուղղությամբ ցանկացած քայլ մեծ նշանակություն ունի եւ որ Մոսկվան պատրաստ է խաղաղության։ Միևնույն ժամանակ Մարիա Զախարովան մեղադրել է Կիևին եւ Եվրոպային բանակցությունների նշանակությունը իբր թերագնահատելու համար։ Ժնևում տեղի է ունեցել նաև Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը կրկին գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանականը Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանից հայտնել են, որ օրակարգում են եղել բացառապես իրանական միջուկային ծրագիրը եւ արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ նախորդ շփումների համեմատ այս անգամ զգալի առաջընթաց է գրանցվել, մի շարք կետերով հաջողվել է համաձայնության գալ։
ստանալ։ Այդ կետերն ապագայում կարող են ներառվել հնարավոր համաձայնագրի տեքստում, սա չի նշանակում, որ շատ արագ համաձայնության կհասնենք։ Դեռ տարաձայնություններ ունենք, բայց առնվազն սկսել ենք զրուցել, ինչը դրական զարգացում է։ Հստակ ժամկետներ չկան, կաշխատենք հնարավոր համաձայնագրի վրա, իրար կփոխանցենք տեքստերը, ապա կշարունակենք բանակցությունները։ Արտգործնախարարը հերթական անգամ շեշտել է միջուկային զենք ստեղծելու մտադրության համար Իրանին ուղղված մեղադրանքները անհիմն են, իսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառումն Իսլամական Հանրապետության ներքին գործն է։ Արարչիի խոսքով Թեհրանը պատրաստ է դա երաշխավորել հնարավոր համաձայնագրում։ Նա մտահոգություն է հայտնել, որ բանակցային գործընթացի արդյունավետությանը բացի առկա տարաձայնություններից խանգարում է նաև Արևմուտքի նկատմամբ վստահության պակասը։ Իրանի հետ բանակցությունները մեկնաբանել են Վաշինգտոնից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Դոնալդ Թրամփի որոշ կարմիր գծեր։ Ինչ որ առումով ամեն ինչ լավ է անցել, թիմերը պայմանավորվել են կրկին հանդիպել, բայց նաև պարզ դարձավ, որ որոշ հարցերում համաձայնություն չկա։ Վաշինգտոնի հիմնական նպատակն է կանխել միջուկային զենքի տարածումը։ Եթե Իրանը միջուկային զենք ստանա, այլ ռեժիմներ էլ կցանկանան գնալ այդ ճանապարհով։ Դա աղետ կլինի։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, եթե գործարքի չհասնեն, հետևանքներ կլինեն։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ նախազգուշացնում է. կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին։ Այս լարվածության եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման ֆոնին Իրանը զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում։ Առողջ ապրելակերպ խորագիրը կրող Գեղարքունյաց ձմեռ 2026 միջոցառման շրջանակներում Գավառում անցկացվում է Գավառի ձմեռային խաղեր 2026 մարզական փառատոնը։ Գավառի համայնքապետարանը հոգացել էր տարածքում մարզական միջավայրի ապահովումը, իսկ ձյան առատ շերտը ավելի հետաքրքիր էր դարձնում փառատոնի ընթացքը։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի եւս տեղի ունեցավ ավանդույթ դարձած Գավառի ձմեռային խաղեր փառատոնը։ Այս տարի ավելի շատ դպրոցներ մասնակցեցին, հետաքրքիր էր մասնակիցների համար, իմ կարծիքով կարողացել ենք ապահովենք մարզասերների համար հետաքրքիր միջավայր։ Փառատոնի մասնակիցները Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների, Գավառի մարզադպրոցի տարածքային ստորաբաժանումների մարզիկներն ու թիմերն են։ Նրանք իրենց ուժերը չափում են պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, բասկամարտ, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային մարզաձևերում եւ Սպորտլանդիայում։ Ես ներկայացնում եմ Գավառի երկրորդ միջնակարգ դպրոցը, պատրաստվել ենք այս փառատոնին, եկել ենք լի ուրախություններով եւ շատ մեծ բավականություն ստացանք եւ վայելեցինք ձմեռը։ Ես մասնակցեցի պարանի ձգման վարժությանը եւ մենք հաղթեցինք, բավական երկար պատրաստվել էինք այս միջոցառմանը եւ շատ ուրախ եմ, որ մենք հաղթող ճանաչվեցինք։ Շատ շնորհակալ ենք այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Մարզական փառատոնի մասնակիցներին մեկտեղել է առողջ ապրելակերպի գաղափարը եւ մրցակցության ոգին։ Փառատոնի գեղարվեստական մասն էլ ապահովում են Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի բարարվեստի բաժնի սաները։ Մասնակիցների թիվը շատ են եւ երեխաները սիրով մասնակցում են բոլոր միջոցառումներին։ Երեխաներին տալիս է ընկերություն, բարեկամություն, արդարի խաղի կանոնների պաշտպանում, առողջություն։ Մարզական փառատոնն ամփոփվում է պարգևատրումներով։ Հաղթող ճանաչված թիմերին գավաթներ են հանձնվում, իսկ փառատոնի կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած անհատներին եւ կառույցներին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրեր։ Գազի, լույսի, ջրի մատակարարման համակարգերում 2025-ին իրականացվել է շուրջ 63 միլիարդ դրամի ներդրում։ Էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագները նախորդ տարի մնացին անփոփոխ։ 2025-ին կասեցվեց հեծի լիցենզիայի գործունեությունը, ինչը սակայն տեղի չունեցավ Veolia ջրի դեպքում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն է ամփոփիչ ասուլիսով հանդես եկել։ Որևէ մեկ կարգավորող ընկերության նկատմամբ հանձնաժողովը տենց կողմնակալ կամ վերապահումով դիրքորոշումներ չունի եւ լիցենզիայից զրկելն էլ այս կամ այն ընկերությանը ինքնանպատակ չէ։ Պարզապես Veolia-ի պարագայում ես բազմաթիվ իմ հարցազրույցներում առիթ է եղել նշել եմ այս մասին, տարբերությունը բավական մեծ է հեծի հետ կապված խնդրից, որովհետեւ այն խնդիրները, որոնք որ ունենք
բովանդակային եւ հիմնականային խնդիրները, որոնք որ ունենք վիոլա ջրում, այստեղ այս խնդիրների լուծման համար մեծ դեր ուներ նաեւ պետությունը ինքը, որը ինչ պատճառներով տարիներ ի վեր չի արել։ Վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ 2025 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանների եւ վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ գործող կայանների արտադրած էլեկտրական էներգիայի տեսակարար կշիռն ընդհանուր արտադրության մեջ կազմել է շուրջ 23.4%։ Միայն 25 թվականի ընթացքում ինքնավար էներգոարտադրողների քանակն ավելացել է 18810-ով, իսկ վերջիններիս էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը մոտ 220 մեգավատով։ Եթե այս տարի վերանորոգման նպատակով ատոմակայանի գործունեությունը 3 ամսով ավելի երկար դադարեցվի, էլեկտրաէներգիայի պակաս չի լինի։ Ըստ Մեսրոպյանի, բացը կլրացվի այլ կայանների աշխատանքը ծանրաբեռնելու հաշվին։ Դեռևս խորհրդային տարիներից սկսած հայկական էներգետիկան տեղակայված հզորությունների մասով մինչ օրս պատմականորեն ունենք այդ լավ ժառանգությունը, մենք ունենք ավելի շատ տեղակայված գեներատորներ, հզորություններ, քան մեր սեփական սպառումն է։ Եվ հետևաբար ցանկացած պահի մենք այս կամ այն էլեկտրոկայանը կարող ենք փոխարինել այս կամ այն կանգառի մեջ գտնվող գեներացիայով կամ էլեկտրոկայանով, այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանա։ Մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն եւ արդյունավետ են էլեկտրաէներգետիկական եւ էներգետիկական ռեժիմների կառավարելիության առումով։ Նշեց հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ հարցին։ Աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցի, որոնք գտնվում են նախագծման փուլում եւ գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է նախնական բանով մեր մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը։ Մոդուլային ատոմակայանն ունի մի շարք առավելություններ, որոնք այն ավելի գրավիչ են դարձնում Հայաստանի համար։ Համակարգը աշխատելու է պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով։ Վթարային իրավիճակներում, երբ տարածքում բացակայում է էլեկտրաէներգիան, կառույցի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու։ Մոդուլային այս տիպի ատոմակայանները 80-ից 90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումները եւ մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում եւ միայն տեղափոխվելու են տարածք այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն եւ լեգոյի սկզբունքով հավաքվելու են դրանք։ Այսինքն եւ ժամանակի մեջ շինարարության, եւ շինարարության սխալանքի, եւ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն ինչ որ այսօր ունենք։ Ներկայում Հայաստանում գործող ատոմակայանը պետք է աշխատի մինչև 2036 թվականը, որից հետո այն միգուցե հնարավոր լինի շահագործել ևս 5-ից 10 տարի։ Ասուլիսի ընթացքում նաև հնչեցին հարցեր կապված հունվարի կոմունալները վճարելուց հետո ավելացած հավելագրումների հետ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշեց, փողոքներ միշտ լինում են, դրանք կքննվեն սահմանված կարգով։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։ Մեկնարկել են Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման աշխատանքները։ Այս օրերին ընթանում են դահլիճի բեմի հատակի վերանորոգման աշխատանքներ։ Այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում» հանուն տեղական զարգացման հարավային Կովկասում ծրագրի շրջանակում GIZ-ի կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը շուրջ 41.8 միլիոն դրամ է։ GIZ-ի եւ Սևանի համայնքապետարանի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ շատ սպասված մի ծրագիր, որը ել ավելի խթան է հանդիսանալու Սևանի մշակութային կյանքի զարգացմանը։ Ուրեմն այս պահին կատարում են աշխատանքներ բեմի հատակի նորոգման, հատակը ամբողջությամբ նորոգվում է, նոր ֆաներաներ են դրվում, որը ավելի ամրացնելու է բեմահարթակը։ Աշխատանքները մեկնարկել են փետրվարի սկզբից, ժամկետը հատակի նորոգման մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածն է, որից հետո արդեն նստարանների ձեռքբերումը կլինի, վարագույրների եւ նաեւ տեխնիկական լուսային համակարգով հագեցվածությունը։
GIZ-ը համագործակցում է տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ Հայաստանում քաղաքացիա կենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։ Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը իրենց համայնքներում արկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար։ Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքներն օգնել են եւ նպաստել տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին, ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը եւ տեղական ծառայությունների որակի բարելավմանը։ Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն կհաղորդի Սևան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու ակտիվացմանը։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության Գոգավան անցակետը ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետությունից պետք է շարժվեր դեպի Վրաստան։ Մեքենան ենթարկվել է մաքսային զննության։ Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ եւ ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքները ապամոնտաժելուց հետո հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ, ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կիլոգրամ 319 գրամ, որից 540 գրամը ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը սպիտակ ոսկու կամ արծաթի նմանվող մետաղից։ Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Բռնությունը կարմիր գիծ է։ Այդ սկզբունքով է առաջնորդվում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը առավել արդյունավետ իրականացնելու գործում ներդնելով առավելագույն ջանք։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ բնակչության հիմնադրամի եւ ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թվականի հունիսից ոստիկանությունում գործարկվել է Safe-U առցանց անվտանգ բջջային հավելվածը, որն առաջինն է տարածաշրջանում։ Առաջին երկիրը, որտեղ ըստ էության մենք սկսեցինք Հայաստանը եղավ։ Այս պահին մենք շուրջ 7 երկրներում գործունեություն ենք ծավալում, այս տարի եւս 3 երկիր կավելանա։ Մենք սկսեցինք մեր բանակցությունները ոստիկանության, արդեն ներքին գործերի նախարարության հետ։ Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Հավելվածի տարածվածության դրական տենդենս ունենք, քանի որ 2025-ի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը մենք ստացել ենք համակարգի միջոցով 20 ահազանգ, իսկ դեկտեմբեր ամսից մինչ առ այսօր ունենք արդեն 24 ահազանգ, այսինքն նախորդող 2 ամսվա ընթացքում ավելի շատ ահազանգ ենք ստացել, քան համակարգի գործարկումից հետո առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Safe-U բջջային հավելվածի միջոցով կատարված ահազանգն ինքնաշխատ արտացոլվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում, ինչից հետո այն փոխանցվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը։ Համակարգի տարածումը ոչ միայն ահազանգման գործիք է բռնության ենթարկված անձանց համար, այլ նաև ոստիկանության համար բավականին մեծ թվային վերլուծական գործիք է։ Պայքարն առավել թիրախային իրականացնելու, խնդիրները ճիշտ գույքագրելու եւ դրանք հասցեավորելու տեսանկյունից։ ՄԱԿ բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի համակարգող Թագուի Հարությունյանը նշում է, որ ներքին գործերի նախարարության հետ երկար տարիների համագործակցություն ունեն, իսկ Safe-U-ն դրանցից մեկն է։ Ոստիկանությունը նաև այս հավելվածի ինտեգրման միջոցով հնարավորություն է ունենալու մի շարք տվյալների հասանելիություն ունենալ, ընդհանուր մինչև անձի գեոլոկացիա, որը հնարավորություն կտա ժամանակին եւ պատշաճ աջակցություն տրամադրել։ Բացի դա, հավելվածի ինտեգրումը ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգում հնարավորություն կտա նաև պետության կողմից վարվող վիճակագրական պատկերն առավել հստակ իրականացնել։ Հավելվածն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անվտանգ է եւ արտահոսքի ռիսկեր չունի։ Բջջային հավելվածն ապահովված է նաեւ անվտանգության գործիքով, որը բռնության ենթարկվածին հնարավորություն է տալիս հեռախոսում թաքցնելու հավելվածը։ Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը,
քանի որ Սեյֆյուն նաև գործում է Եվրոմիությունում, 3 Եվրոմիության երկրներում, նաև ԱՄՆ-ում, բնականաբար այն բոլոր միջազգային խիստ ստանդարտները, որոնք գոյություն ունեն տվյալների պաշտպանության վերաբերյալ եւ նաեւ կիբերանվտանգության, դրանք բոլորը պաշտպանվում են։ Նշված հաղորդումներով ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, դեպքը արձանագրելու, համապատասխան որոշումներ կայացնելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Սեյֆյուն ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք, ինչը արտաքին նկատմամբ բարձր վստահության մասին է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը օգտագործելով թվային այս հարթակը շարունակելու է բռնության դեմ հետևողական պայքարը, ձևավորելով առավել անվտանգ միջավայր։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում Տոյոտայի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով Տոյոտան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։ Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները ՎԱԶ 2107-ը հայտնաբերել են Արտաշատում եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստակույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցառումներ բնակչության մոտ ապօրինի պահվող զենզինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ։ Ներկայացնենք վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։ Հունվարի 8-ին համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ եւ զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են ակոսափոխ-հրազեն նռնակ ու փամփուշտներ։ Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան եւ ինքնաձիգի փամփուշտներ։ Հունվարի 21-ին Աշոցքի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ եւ 2 ծխագլանակ։ Նույն օրը Արտիկի բաժնում հանձնել են 1 հրացան, 3 ատրճանակ, 3 նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու 3 դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափոխ-հրազեն եւ տարատեսակ փամփուշտներ, երկրորդ եւ երրորդ դեպքերով որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։ Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաեւ Կումայրիի բաժնում, հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ եւ փամփուշտներ։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում 5 նռնակ եւ զինամթերք։ Հունվարի 23-ին համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։ Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին 3 ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, Մակարով տիպի 2 ատրճանակ, կարճեցված փողով 3 հրացան եւ 3 նռնակ։ Հունվարի 26-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ եւ 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։ Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափոխ-հրազեն, փամփուշտներ ու զինամթերք։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են կարաբին տեսակի հրացան։ Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, 2 ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ եւ զինամթերք։ Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ եւ 120 փամփուշտ։ Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում, կամավոր հանձնել են հրացան եւ գնդացիրի ու ինքնաձիգի փամփուշտներ։ Փետրվարի 5-ին համայնքային ոստիկանության Արտիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ եւ զինամթերք, մյուս դեպքով որսորդական հրացան։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափոխ-հրազեն, մեկ այլ քաղաքացիի ինքնաձիգ։ Կրկին կոչ են կանում հանձնել ապօրինի պահվող զենզինամթերքը։ Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։